Երբ Դավիթը փոքր էր եւ ոչխար էր արածացնում, Աստված ասաց նրան, որ կգա ժամանակ եւ նա թագավոր կդառնա։ Անցնում էին տարիները եւ գահին Սավուղն էր, սակայն Դավիթը վստահում էր Աստծուն եւ հնազանդվում նրան։ Եվ ահա, մի անգամ Սավուղը եւ նրա որդի Հովնաթանը ընկան ճակատամարտում։ Դավիթը շատ տխրեց, երբ լսեց այս լուրը։ Նա ողբում էր Սավուղի եւ իր ընկերոջ Հովնաթանի մահը։ Սավուղի մահից հետո ժողովուրդը եկավ Դավթի մոտ եւ խնդրեց նրան թագավոր լինի։ Դավիթը գիտեր, որ Աստծո խոստումը անպայման կկատարվի։ Դավիթը երկար թագավորեց։ Նա պաշտում էր Աստծուն եւ հետևում նրա օրենքներին։ Դավիթը Աստծուն փառաբանող երգեր երգեց։ Դրանք կոչվում էին սաղմոսներ։ Հրեա ժողովուրդը երգում էր Դավթի հետ միասին։ Մենք փառաբանում ենք քեզ, որ դու հոգում ես մեզ համար։ Մենք միշտ կվստահենք քեզ եւ կհնազանդվենք։